օրինակ Ռուսաստանի նախագահ տեսականորեն հայտարարում է 200% տարիֆ Հայաստանի վրա։ Ինչ ենք անելու։ Մենք ընդունում ենք, որ Միացյալ Նահանգները կարող է այս քաղաքականությունը վարել, բայց մենք նույնիսկ մեր մտքով չի անցնում, որ Ռուսաստանը կարող է նման բան անել, որտեղ Ռուսաստանը իրեն այնպես է պահել այս ընթացքում, որ մենք չենք էլ պատկերացնում, որ կարող է անել։ Բայց Ռուսաստանի լծակները մեր վրա նման կարգի քաղաքականությամբ ազդելու հսկայական է։ Հսկայական է։ Նման կարգի մին քայլ անեն գյուղատնտեսության նկատմամբ պրոբլեմ է, որովհետև մենք մեր գյուղարտադրանքը բացի Ռուսաստանից ուրիշ չի գնում։ Մի պահ պատկերացրեք, որ Ռուսաստանը, այսպես ասենք, հիբրիդային պատերազմի շրջանակներում նման մի քայլի դիմի։ Ես հիշեցնեմ, հիշողությունս լավ է։ 19 թվական Վրաստանում Գաբունիա անունով մի լրագրող կար, բավական հայտնի, Ռուստավի հեռուստաընկերության եթերում շատ կոպիտ արտահայտվեց Ռուսաստանի վերաբերյալ եւ Ռուսաստանի նախագահի հասցեի հայհոյանքներով։ Դուք չեք հիշում ինչ է եղել դրանից հետո։ Հիշեցնեմ, երևի հիշում եք, անմիջապես կաղնեցրին ամբողջ առևտուրը, բոլոր թռիչքները չեղարկեցին։ Դա եղավ հուլիսի սկիզբ։ Ոչ մի ինքնաթիռ այլևս այդ հաղորդակցությունը օդային կտրեցին։ Հսկայական կորուստներ ունեցավ ամբողջ Վրաստանի բիզնեսը։ Տուրիստական սեզոնը մեռավ, որտեղ 70%-ը Ռուսաստանի քաղաքացիներն էին։ Վրացիք այդ լրագրողին գործից հանեցին, ներողություն խնդրեցին եւ ժողովուրդը հասկացավ, թե ինչքան է իր տնտեսությունը, իր բարեկեցությունը ամեն մարդու, ինչքան է կախված Ռուսաստանից։ Բաթումի այդ հյուրանոցների այդ ամառը դատարկ է։ Ինչի համար եմ ես դա հիշեցնում։ Որտեղ Ռուսաստանը շատ համբերատար է եւ իրենք մեզ գիտեք ոնց է նայում։ Իրենք նույնիսկ եթե մեկը ինչ որ կտրուկ ասում է, միգուցե մի քայլ անենք եւ այլեւ, նայեք ամերիկացիք ինչ են անում։ Ասում են, բայց հայ ժողովուրդը մեր մասին ինչ կմտածի։ Շատ զգայուն են նրա վերաբերյալ, թե մեր ժողովուրդը ինչ կմտածի Ռուսաստանի նկատմամբ։ Սա գալիս է մեր sense ընդհանուր անցյալից, գալիս է որ մեկ երկրում ենք եղել, շատ գործոններ կա, նաև մշակութային կապերից, ազնական կապերից, սրանից է գալիս։